2025 թվականին հանցանքի հետքով հաղորդաշարը շարունակեց իր գործունեությունը հանդես գալով նոր նախագծով, որի առանցքում դարձյալ քաղաքացիներ եւ նրան հուզող խնդիրների լուծումը։ Տարվա ընթացքում հաղորդաշարի ձևաչափը հարստացավ կարևոր է իմանալ հատուկ էջով, որը հնարավորություն տվեց տաղավարային ձևաչափում հյուրընկալել նեղ մասնագետների եւ ուղիղ հասանելի լեզվով քննարկել քաղաքացիներին մտահոգող իրավական, սոցիալական եւ հանրային կարևոր հարցեր։ Նոր նախաձեռնությունը նպատակ ուներ ոչ միայն բարձրաձայնել խնդիրներն, այլև ներկայացնել դրանց լուծման գործնական մեխանիզմները իրավական պարզաբանումների, մասնագիտական կարծիքների եւ կոնկրետ ուղեցույցների միջոցով։ Կարևոր է իմանալ էջը դարձավ արդյունավետ, հարթակ կամրջելով քաղաքացիներին եւ ոլորտային մասնագետներին։ Մինչ առաջիկայում նախատեսվող նոր փոփոխությունների եւ ընդլայնված ձևաչափերի ներկայացումը հաղորդաշարն ամփոփում է տարին, արձանագրելով ձեռքբերումներ, արդարադատությանն ուղղված իր գործունեության հիմնարար սկզբունքները եւ այն ճանապարհը, որն անցել է գործընկեր կառույցների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ։ Հանցանքի հետքով հաղորդաշարը համագործակցել է եւ հաղորդաշարին շարունակում են աջակցություն ցուցաբերել Քննչական կոմիտեն, Փաստաբանների պալատը, Հակակոռուպցիոն կոմիտեն, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Հարկադիր կատարման ծառայությունը եւ այլ բազմաթիվ իրավական կառույցներ։ Այդ համագործակցության արդյունքում հաղորդման շրջանակում բարձրացված խնդիրները չեն սահմանափակվել միայն լուսաբանմամբ, այլ ստացել են լուծման իրական հնարավոր ուղիներ։ Եվ ուրեմն, անցնող տարին եւս մեկ անգամ ցույց տվեց, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ոչ միայն իրավական պարտավորություն է, այլև պետության ժողովրդավարական կայունության կարևոր չափանիշ։ Փոփոխվող իրողությունների, սոցիալական եւ համակարգային մարտահրավերների պայմաններում մարդու իրավունքների պաշտպանությունը պահանջում է հետևողականություն, զգոնություն եւ շարունակական աշխատանք։ 2025 թվականը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համար դարձավ ակտիվ գործունեության, բազմակողմանի մշտադիտարկումների եւ կարևոր նախաձեռնությունների տարի։ Առողջապահություն, կրթություն, սոցիալական ապահովություն, քրեակատարողական համակարգ, ինչպես նաև միջազգային համագործակցություն։ Այս բոլոր ուղղություններով գրասենյակը հանդես եկավ հստակ դիրքորոշումներով եւ լուծումների առաջարկներով։ Ինչ աշխատանք է իրականացվել տարվա ընթացքում, ինչ խնդիրներ են արձանագրվել եւ ինչ բարեփոխումներ են նախատեսվում 2026 թվականին, ներկայացնում ենք մեր ամփոփիչ նյութում։ 2025 թվականը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համար կարևորագույն տարի էր, որը նշանավորվեց բազմակողմանի աշխատանքներով եւ կարևոր նախաձեռնությունների իրականացմամբ։ Այս տարի ի հայտ եկան ինչպես հիմնարար խնդիրներ, այնպես էլ դրանց լուծման ուղիներ, որոնք պահանջում էին համակարգային եւ անհատական մոտեցումներ։ Մարդու իրավունքների պաշտպանությունը հատկապես հասարակական խնդիրների խորապես շոշափվող ժամանակներում հստակորեն անհրաժեշտ է դիտարկել հետևողական եւ բազմակողմանի տեսանկյունից, ներառելով ինչպես ներքին, այնպես էլ միջազգային մարտահրավերներ։ Այս տարվա ընթացքում աշխատանքը ոչ միայն ներառում էր անմիջական համագործակցություն պետական մարմինների հետ, այլև ակտիվորեն իրականացվում էին մշտադիտարկումներ եւ մոնիտորինգ առողջապահությունից մինչեւ կրթություն ու սոցիալական ապահովություն։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ով անմիջականորեն հետևեց այս գործընթացին, նաեւ ներկայացրեց 2026 թվականին սպասվող բարեփոխումները եւ նոր ծրագրերը, որոնք նպատակ ունեն առավել արդյունավետ լուծումներ առաջարկելու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Ես եմ շնորհակալ, թե տարվա ընթացքում շատ կարևոր համագործակցության համար, քանի որ իրապես զանգվածային լրատվության միջոցների հետ աշխատանքը մեր հաստատության համար կարևորագույններից է եւ ես ինքս անձնապես չափազանց կարևորում եմ զանգվածային լրատվության մեր գործընկերների հետ թե շփումները, թե հաղորդակցությունը, թե նաև համագործակցությունը եւ նաև կարևոր եմ համարում այդ բոլոր հարցադրումների առնչությամբ, այդ թվում մարդու իրավունքների ոլորտին առնչվող հարցադրումների եւ մարտահրավերների առնչությամբ բարբերաբար խոսելը, բարձրաձայնելը եւ այդ դիտանկյունից պետք է նշեմ, որ տարին լի էր թե մեր կողմից իրականացված նախաձեռնություններով, թե մի շարք ոլորտներում մարտահրավերներով, նշեմ ի սկզբանե, որ
որ գրեթե բոլոր ոլորտներում մեր հաստատության գործունեությանը վերաբերելի բազմաթիվ նախաձեռնություններ ենք իրականացրել եւ իհարկե մարդու իրավունքների պաշտպանության համակարգի դիտանկյունից էլ մարտահրավերներն էին շատ եւ դրանք ենք պարբերաբար արձանագրել թե քրեական վարույթների համատեքստում, թե իրավահավասարության ու հակախտրականության ոլորտում, թե ազատությունից զրկման վայրերում, հոգեբուժական հաստատություններում, խոսքի ազատության հարցերի հետ կապված, այդ թվում զանգվածային լրատվության միջոցների մեր գործընկերների հետ եւ այլն։ Այդ մի հարցի շրջանակներում բոլոր մարտահրավերային ոլորտները եւ նախաձեռնությունները չթվարկեն։ Այս տարի եւս մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը իրականացրեց մի շարք մշտադիտարկումներ տարբեր ոլորտներում, որոնց արդյունքում ի հայտ եկած բոլոր խնդիրները բարձրաձայնվել եւ քննարկվել են գործընկեր կառույցների հետ։ Նպատակը մեկն է՝ հնարավորինս նպաստել այդ խնդիրների ամբողջական լուծմանն ու բացառմանը։ Տարվա վերջին օրերին հատկանշական էր քրեակատարողական հիմնարկներում կատարված մշտադիտարկումները, որոնց պաշտպանը անձամբ է մասնակցել։ Քրեակատարողական հաստատություններ, այցելությունները հաստատության համար գործունեության կարևորագույն ուղղություններից են, քանի որ մշտադիտարկումները հնարավորություն են տալիս ինչպես կանխարգելել վատ վերաբերմունքի դեպքերը, այնպես էլ հասցեավորել արդեն իսկ առկա խնդիրները։ Այս տեսանկյունից հիմնական առանձնահատկությունն այն է, որ ես ինքս եմ անձամբ մասնակցում մշտադիտարկման այցերին եւ եթե մեր գործունեությանը հետևելիս լինեք, կնկատեք, որ ի տարբերություն շատ այլ պետությունների, նաեւ ես որպես մարդու իրավունքների պաշտպան աշխատակազմի հետ համատեղ գնում եմ այդ այցերին։ Այս այցերը կարևորագույն նշանակություն ունեն, որովհետև այցերի ընթացքում մենք բացահայտում ենք թե ընդհանուր առմամբ պայմանների հետ կապված տարատեսակ հանգամանքներ, դրա հետ մեկտեղ բացահայտում ենք տարբեր խնդիրներ, որոնք բարձրաձայնում են ազատությունից զրկված անձին, իհարկե խնդիրները բազմապիսի են եւ դրանք շատ մանրամասն նկարագրված են նաեւ ու ամեն տարի են նկարագրվում մեր տարեկան զեկույցի շրջանակներում, քանի որ որպես խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ազգային մեխանիզմ եւս յուրաքանչյուր տարի զեկույց ենք ունենում, բայց ոլորտի հետ կապված երևի թե հիմնական զարգացումներից մեկն այն է, որ սկսել են շենքային պայմանները կամաց բարելավել քրեակատարողական հիմնարկների, բայց դրա հետ մեկտեղ շարունակում են գոյություն ունենալ քրեակատարողական հաստատություններ, որոնց շենքային պայմանները ընդհանրապես չեն համապատասխանում միջազգային չափանիշներին։ Օրինակ, բոլորովին վերջերս ես Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ էի այցելել եւ նաեւ հատուկ հաղորդագրությամբ շեշտադրում արեցի այն հանգամանքին, որ այս քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները ընդհանրապես չեն բավարարում միջազգային չափանիշներին եւ շենքը պետք է փոփոխվի, այսինքն կամ պետք է նոր շենք կառուցվի, կամ նոր շենք հատկացվի քրեակատարողական հաստատությանը։ Մենք նաև պարբերաբար այլ խնդիրներ ենք հասցեավորում, թե սննդի, թե տարբեր այլ հանգամանքների, թե նաև քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատությունից զրկված անձանց նկատմամբ վերաբերմունքի դիտանկյունից բռնության դեպքեր բացահայտելով անընդհատ հասցեավորում ենք բժշկական օգնության եւ սպասարկման հետ կապված հարցերը, որտեղ եւս խնդիրները բազմապիսի են։ Այս առումով պիտի նշեմ, որ չնայած մեր կողմից բարձրաձայնվող բոլոր խնդիրներին եւ նաեւ իմ կողմից հնչեցվող անընդհատ քննադատություններին ոլորտի հետ կապված, բայց լավ այսպես միջավայրն այն է, որ պետական իրավասու մարմինները առնվազն հանձնառու են եւ շատ կառուցողական են այս խնդիրները հասցեավորելու եւ լուծումներ գտնելու առումով, հատկապես այս տարի, երբ օրինակ ինքնասպանությունների, ինքնավնասումների բավականին այդպես մտահոգիչ դեպքեր ունեինք եւ ոչ միայն ինքնասպանությունների մահվան դեպքերի թիվն է բավականին մեծ այս տարվա կտրվածքով, հատկապես կանխարգելման հարցերի վերաբերյալ եմ ես անընդհատ խոսում, բայց այս ամենի համատեքստում իրապես կառուցողական է համագործակցությունը եւ ես շատ կարեւորում եմ, որպեսզի իրավասու պետական մարմինները թե շուտապույտ լուծումներ գտնեն, թե նաեւ շատ ամբողջական լուծումներ գտնեն այս բոլոր հարցերին։ 2025 թվականը մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համար շարունակական կատարելագործման եւ գերծանրաբեռնված տարի էր։ Աշխատանքը ոչ միայն ներառում էր պետական մարմինների հետ համագործակցություն, այլև շարունակական վերահսկողություն տարբեր ոլորտներում։ Ինձ համար առանցքային է ոչ միայն մարդկանց համար, այլ նաեւ մարդկանց հետ աշխատանքը եւ գրեթե բոլոր դերակատարների հետ նաեւ անձամբ եմ համագործակցում, հաղորդակցություն վարում եւ այլն, ինչը ինձ համար է նաեւ չափազանց կարեւոր։ Իհարկե,
Ես ձեռնպահ կմնամ ինքս մեր հաստատության նկատմամբ հանրային վստահության հետ կապված հարցերի առնչությամբ գնահատականներ հնչեցնելուց, բայց հատուկ կշեշտադրեմ, որ մեզ ուղղվող դիմումների թիվը այո չափազանց մեծ է եւ տարիների կտրվածքով հատկապես ավելացել է տարբեր խմբերի կողմից մեզ ուղղվող դիմում բողոքների ոչ միայն վիճակագրությունը, այլ նաեւ դրանց ծավալը ընդհանուր առմամբ ընդգրկող հարցերի տեսանկյունից, որովհետեւ հիմա օրինակ մեզ չափազանց հաճախ դիմում են հենց երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, մի շարք այլ խմբերի ներկայացուցիչներ, ում հետ կապված միշտ չէ, հա, որ այդ մատչելիությունը, հասանելիությունը նույն տրամաբանությամբ է կառուցված եղել։ Կարծում եմ, սա արդյունք է նաև հենց այդ խմբերի հետ անմիջական աշխատանքի, որովհետև երբ անմիջապես ես աշխատում խմբերի հետ, իսկ մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում, օրինակ երեխաների համար խորհուրդ ունենք, որտեղ երեխաներն են ընդգրկված ու իրենց ամեն կերպ ներգրավում ենք որոշումների կայացման գործընթացներին եւ այլն, նույնը հաշմանդամություն ունեցող անձանց մեր մշտադիտարկումների շրջանակներում ենք ներգրավել, ազգային փոքրամասնությունների հետ ենք շատ սերտ աշխատում, ազատությունից զրկված անձանց եւ այլն խմբերը բոլոր չթվարկեմ։ Եվ արդյունքում հիմնական այսպես հետևանքը այն է լինում, որ իրապես բավականին մեծ է դառնում քաղաքացիների թիվը, ովքեր մեզ տարբեր հարցերով են դիմում։ Ուզում եմ հատուկ շեշտել նաեւ, որ չափազանց մեծացել է հենց անձնապես ինձ հետ այդ խնդիրները քննարկելու գործընթացը, որովհետեւ հատկապես խոցելի վիճակում գտնվող անձանց պարագայում բավականին հաճախ նաև տարբեր իրավիճակներում իրենք անձնապես ինձ են դիմում, նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախ ես շատ հաճախ եմ մարզեր այցելում եւ քաղաքացիների հետ շփվում, տարբեր դերակատարների հետ շփվում, տարբեր խնամքի հաստատություններ եմ անձնապես այցելում, ազատությունից զրկման վայրեր եւ անձանց հետ եմ շփվում եւ մի շարք այլ հաստատություններ էլ եւ սա հանգեցնում է նրան, որ այո, քաղաքացիները բավականին մեծ քանակությամբ են մեզ դիմում։ Իրականում շատ ուրախ եմ դրա համար, բայց վստահ եմ, որ նաեւ տարբեր աշխատանքներ ավելի ինստիտուցիոնալացնելու խնդիր կա, որովհետև մեզ ուղղվող դիմումների շատ մեծ թիվ նաև վերաբերում է հարցերի, որոնք մեր մանդատի շրջանակներում ընդգրկված չեն։ Այս առումով իհարկե հանրային իրազեկումները պարբերաբար ենք իրականացնում, բայց կարծում եմ, որ նաև հետագայում էլ ոչ միայն պետք է սա շարունակենք, այլ նաև թիրախային աշխատանքներ իրականացնենք, այդ թվում մեր մանդատի առնչությամբ շատ ավելի լավ պատկերացումներ ձևավորելու առումով, որովհետև մարդկանց թվում է, որ այս հաստատությունը եւ պաշտոնատար անձը կարող է զբաղվել բացարձակ բոլոր խնդիրներով, ինչն իրականությանը չի համապատասխանում, եւ այս առումով էլ փորձում ենք պարբերաբար պատշաճ իրազեկումներ իրականացնել, բայց եթե վերցնենք այսպես խմբերը, գրեթե բոլոր խմբերի հետ, այդ թվում ես ինքս անձնապես եմ աշխատում։ 2025 թվականին ակտիվորեն իրականացվել է նաև միջազգային համագործակցություն։ Միջազգային համագործակցությունները նպաստել են ինչպես ոլորտի զարգացմանը, այնպես էլ Հայաստանի միջազգային իրավասությունների բարելավմանը։ Ես շատ եմ կարևորում միջազգային գործընկերների հետ համագործակցությունը եւ այս առումով պետք է նշեմ, որ նաեւ շատ ակտիվ է մեր հաստատությունը հենց տարբեր միջազգային կազմակերպությունների եւ նաեւ երկկողմ շփումների տեսանկյունից, որովհետեւ մարդու իրավունքների ազգային բազմաթիվ հաստատությունների հետ ունենք շատ սերտ համագործակցություն եւ համագործակցում ենք նաեւ միջազգային բազմաթիվ կազմակերպությունների հետ։ Ուզում եմ հատուկ շեշտադրել, որ չափազանց կարևոր է, որ ես որպես մարդու իրավունքների պաշտպան իմ այլ մարդու իրավունքների պաշտպան գործընկերների կողմից ընտրվել եմ նաև մի հաստատությունները միավորող մի քանի միջազգային կազմակերպությունների կառավարման խորհրդի անդամ եւ սա չափազանց կարևորում եմ ինքս նաև մեր պետության տեսանելիության տեսանկյունից, բայց այս առումով կուզենամ նաև հատուկ շեշտադրել այն հանգամանքը, որ տարվա կտրվածքով թե ինքս եմ բավականին շատ բարձրաստիճան այցեր ունեցել տարբեր միջազգային կազմակերպություններ եւ պետություններ, թե նաեւ ինքս Հայաստանում եմ ընդունել բազմաթիվ գործընկերների ու մի շարք գործընկերներ կան, ում հետ մեր աշխատանքները մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում առանցքային բնույթ ունեն եւ շատ լուրջ դերակատարություն։ 2026 թվականին մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նախապատրաստվում է մի շարք նոր ծրագրերի, որոնք ուղղված կլինեն ոչ միայն առկա խնդիրների լուծմանը, այլև կառուցողական բարեփոխումների
բարեփոխումների իրականացմանը։ Քննարկվող ծրագրերից են մարդու իրավունքների պաշտպանության ավելի ճկուն մեխանիզմների ստեղծում, քաղաքացիների անհատական աշխատանքների շարունակականություն, ինչպես նաև կրթական ծրագրերի շրջանակում մարդու իրավունքների բարձրացումը դպրոցներում եւ հասարակության մեջ։ Իհարկե մարտահրավերներ մշտապես կարող են լինել, բայց ես վստահ եմ, որ չափազանց կարևոր է նաև կյանքի դրական ասպեկտներին մշտապես ուշադրություն դարձնելը եւ վստահ եմ, որ ամանորն ինքնին հենց այն ժամանակահատվածն է, երբ անհրաժեշտ է կյանքի այդ դրական կողմերին առանցքային ուշադրություն դարձնել։ Այդ տեսանկյունից ուզում եմ մեր բոլոր քաղաքացիներին, մեր սիրելի հայրենակիցներին, բոլոր գործընկերներին, բոլորին շնորհավորել ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել հաջորդ տարվա ընթացքում ամենակարևորը ներդաշնակություն, խաղաղություն եւ ես վստահ եմ, որ համատեղ ուժերով, էթիկական բոլոր ստանդարտները պահպանելով մենք կարող ենք իրապես հասնել այն կարևոր նպատակին, երբ մարդը մեր հասարակությունում իրապես իրեն արժևորված կզգա եւ իր իրավունքները պաշտպանված կլինեն։ 2025 թվականի գործնեությունը ցույց տվեց, որ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը շարունակում է ամեն տարի ավելացնել իր ազդեցությունը, ինչպես նաև հասանելիությունը քաղաքացիներին։ Չնայած առկա մարտահրավերներին, թիմը վճռական է շարունակելու իր աշխատանքները, տրամադրելով արդար եւ արդյունավետ լուծումներ։ 2026 թվականին սպասվող բարեփոխումները կխթանեն արդարադատության կայունության հասանելիությանը։ Տարին, որն ամփոփում ենք այսօր, լի էր փորձություններով, լուրջ մարտահրավերներով եւ պատասխանատու որոշումներով։ Իրավական պետության ամրապնդման ճանապարհին յուրաքանչյուր օր պահանջում էր հետևողականություն, մասնագիտական նվիրում եւ սկզբունքայնություն։ 2025 թվականը բացառություն չէր նաեւ իրավապահ համակարգի համար։ Քրեական վարույթների աճ, ծանրաբեռնվածություն, նոր իրողություններ եւ օրենսդրական փոփոխություններ։ Այս ամենի պայմաններում քննչական կոմիտեն շարունակել է իր հիմնական առաքելությունը, ապահովելով արդարադատության ժամանակին իրականացումը, վերականգնելով տուժողների խախտված իրավունքները եւ պաշտպանելով պետության շահերը։ Ինչ մարտահրավերների է բախվել կառույցը, ինչ աշխատանք է կատարվել եւ ինչ բարեփոխումներ են սպասվում առաջիկայում, ամփոփում է Երևանի քննչական վարչության պետի տեղակալը։ Կարևոր մարտահրավերներ, իրողություններ, որոնք քննչական կոմիտեն ապրեց 2025 թվականի ընթացքում բազմաթիվ էին, բայց զուգահեռ այս ամենին արդարադատության ժամանակին իրականացումը, տուժողների իրավունքների վերականգնումը եւ պետության շահերի պաշտպանությունը մնում են կառույցի աշխատանքների գերակայության շրջանակներում։ Երևանի քննչական վարչության պետի տեղակալը ամփոփելով տարին անդրադարձավ նախատեսվող բարեփոխումներին, ընդգծելով, որ քննչական կոմիտեն պատրաստ է դիմակայել առաջիկա մարտահրավերներին, պահպանելով իր մասնագիտական հավատարմությունն ու սկզբունքայնությունը երկրի իրավական համակարգում։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունը հաշվետու ժամանակահատվածում, մասնավորապես վերջին 11 ամիսների ընթացքում ընդհանուր վարույթներ իրականացրել շուրջ 35000 քրեական վարույթներով, որոնցով արձանագրվել է շուրջ 12000-ով դատավարական ավարտներ։ Մասնավորապես տվյալ տարվա շրջանակներում եւ առհասարակ նախորդող 2 տարիների ընթացքում քրեական վարույթների քանակի աճի համար հիմք է հանդիսացել 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի դրույթները, որի տրամաբանությունը հանգում է նրան, որ յուրաքանչյուր ենթադրյալ հանցագործության դեպքի կապակցությամբ ներկայացված պաշար հաղորդման առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու իմպերատիվ պահանջ է նախատեսվել։ Հաջորդ հանգամանքը, որը հաշվետու ժամանակահատվածում նպաստել է քրեական վարույթների աճին, դա հանդիսանում է նաև քրեական օրենսգրքում 2025 թվականի հուլիսի 3-ին ՀՕ 246/Ն օրենքով կատարված փոփոխությունը, որը փոփոխության է ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածը։ Նշված հոդվածով քրեական պատասխանատվություն է սահմանում իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված վիճակում վարելու դեպքերի համար, իսկ նշված փոփոխությունով նա ավելացվել է նաև տրանսպորտային միջոցներ վարելը դրա իրավունքը չունեցող անձի կողմից, որը նախորդ տարվա ընթացքում
ենթարկվել է անպատասխան օրենքով սահմանված պատասխանատվության։ Նշվածով պայմանավորված հաշվի առնելով այս օրենսդրական փոփոխությունը ավելացել են նշված հոդվածով քրեական վարույթների նախաձեռնման քանակը։ Այս հանգամանքը ոչ միայն պայմանավորված է օրենսդրական փոփոխությամբ, այլ նաև կրում է որոշակի սոցիալ-իրավական, այսինքն քաղաքացիական հասարակության իրավանկալունակության հետ։ Մասնավորապես դատական պրակտիկայի ուսումնասիրությամբ կարելի է արձանագրել, որ գրեթե բոլոր դեպքերում նշված քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի առաջին մասով անձանց նկատմամբ որպես հիմնական պատիժ դատանի կողմից նշանակում է մեծամասամբ տուգանքի ձևով պատիժ, այսինքն անձին դրանկալում են ոչ թե քրեաիրավական ներգործության միջոց, այսինքն քրեական դատապարտման վերաբերյալ իրավական գործընթաց, դրա բոլոր բացասական հետևանքներով, մասնավորապես դատվածություն եւ այլն, այլ անցալում են որպես վարչական պատասխանատվություն, որը ինքնին հետագայում հանգեցնում է նաեւ նույն անձանց կողմից կրկնահանցագործությունների կատարմանը։ Տարվա ընթացքում արձանագրված քրեական վարույթների աննախադեպ աճը մեր զրուցակցի պնդմամբ պայմանավորված է եղել օրենսդրական եւ օբյեկտիվ պատճառներով։ Այդ ամենին զուգահեռ կոմիտեն եւ Երևան քաղաքի քննչական վարչությունը ձեռնարկել են բոլոր հնարավոր եւ արդյունավետ միջոցները դրան դիմակայելու եւ իրենց առջեւ դրված խնդիրները արդյունավետորեն իրականացնելու համար։ Քրեական վարույթների ելքերը տրվել են հաշվի առնելով մի շարք աշխատանքային սկզբունքներ, որոնք նախատեսված են ինչպես ներքին կանոնակարգվող իրավահարաբերությունները սահմանող նորմերով, այնպես էլ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված նորմերի սկզբունքների պահպանմամբ։ Որպես գործունեության հիմք ընդունվել է քրեական վարույթներով համակողմանի, լրիվ, օբյեկտիվ եւ հնարավորինս արագ նախաքննության իրականացումը եւ քրեադատավարական ավարտների արձանագրումը։ Քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը առաջնահերթ դիտարկել է տուժողների խախտված իրավունքների հնարավորինս ամբողջական եւ ողջամիտ ժամկետներում վերականգնելը, պետությանը պատճառված վնասի անխտիր վերականգնումը, այդ համատեքստում ենթադրյալ հանցավոր դեպքերին եւ դրան հաջորդող քրեաիրավական ներգործության օպտիմալ ժամկետներում վրա հասնելու հանգամանքները։ Երևան քաղաքի քննչական վարչությունը հնարավորություն ունեցել քրեական վարույթների նշված քանակի պայմաններում արդյունավետորեն կատարել իր առջև դրված խնդիրները։ Դրան նպաստել են նաև ըստ էության տվյալ Երևան քաղաքի քննչական վարչության եւ դրա կառուցվածքային ստորաբաժանումներում իրականացված քրեական վարույթներով անմիջական վերադասության, ինչպես նաև վարչության ոլորտ համակարգող տեղակալների կամ անմիջապես վարչության պետի անմիջական հսկողությունը, որոնք հիմնականում դրսևորվել են պարբերաբար քրեական վարույթներով առաջնահերթության կարգով քննարկման ենթակա հարցերը տեղում քննարկելու, ամենօրյա կապի միջոցով քրեական վարույթներով կոնկրետ ընթացներ որոշելու, նախաքննությունը պլանավորելու եւ իրականացնելու եղանակներով, բացի այդ բազմաթիվ խնդրահարույց, բարդություն ներկայացնող բազմադրվակ կամ լայնածավալ քննչական եւ վարույթային այլ գործողություններ ենթադրող վարույթներով ի սկզբանե քննությունը պլանավորվել է վարչության պետի կամ համապատասխան ոլորտ համակարգող տեղակալի մոտ, պլանը հաստատվել է, իսկ հետագա քննության շրջանակներում անհրաժեշտության դեպքում վերանայվել եւ ըստ դրա նոր հանձնարարականներ են տրվել։ Պարբերական հսկողության տակ են գտնվել հատկապես հանրային հնչեղություն ունեցող, հանրային զգայունության որոշակի ասպեկտներ շեշտադրող քրեական վարույթները, որոնք եւ վերահսկվել են անմիջական ստորաբաժանման ղեկավարության, ինչպես նաեւ Երևան քաղաքի քննչական վարչության, այնպես էլ կենտրոնական մարմինների կողմից։ Քրեական վարույթներով նախաքննության ժամկետների ձգձգումը, բացառելու եւ ուշացած արդարադատությունը վերականգնելու խնդիրները մշտապես քննչական կոմիտեի ղեկավար անձնակազմի ուշադրության կենտրոնում են։ Կարևոր արձանագրում է նաեւ տարվա ընթացքում այլ իրավապահ մարմինների հետ համագործակցությունը, որն էլ ավելի լայն հնարավորություն է տալիս ոչ միայն բացահայտելու, այլև կանխելու քրեածին տարեր պարունակող հանցագործության տեսակները։ Արձանագրել, որ քրեադատավարական կարգավորումները նախատեսում են քրեական հետապնդման որոշակի ժամկետներ եւ վարույթային ողջամիտ ժամկետներ, բայց ի լրումն օրենսդրական իմպերատիվ պահանջի հնարավորինս ապահովելու արդյունավետ քրեաիրավական ներգործությունը եւ ուշացված արդարադատության բացառման սկզբունքը եւ վարչության կողմից եւ առանձին ոլորտի համակարգող տեղակալների կողմից սահմանվել են կոնկրետ քրեական վարույթներով ավելի կարճ ժամկետներ եւ դրսեւորվել է հետեւականություն նշված ժամկետներում քրեական վարույթներով ավարտները ապահովելու ուղղությամբ։
Այս համատեքստում նաև պետք է ընդգծել հաշվետու ժամանակահատվածում այլ իրավապահ-մարմինների հետ համագործակցությունը, որը ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ նույն տարվա ընթացքում դրսևորվել է շատ բարձր արդյունավետությամբ։ Մասնավորապես խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի եւ իհարկե Հայաստանի Հանրապետության դատախազության հետ, որոնց հետ սերտ համագործակցություն է դրսևորվել հաշվետու տարվա ընթացքում եւ որը հիմնականում պայմանավորված է նաեւ նշված մարմինների առջեւ օրենսդրորեն նախատեսված ընդհանրական եւ ընդհանուր նպատակների արկայության հանգամանքով։ Եթե ընդգծելու լինեն, կարող ենք վկայակոչել օրինակ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հաշվետու ժամանակահատվածում շուրջ 1 տասնյակից ավել քրեական վարույթներով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ պլանավորված համատեղ համակցված օպերատիվ հետախուզական, ապացուցողական եւ վարույթային այլ լայնածավալ գործողությունների կատարման դրվագներ, որոնցով բացահայտվել եւ քրեադատավարական գնահատականների են արժանացել նյութապես շահագրգռելու եղանակով հավաքների մասնակցելու դեպքեր, առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների, ապօրինի զենք զինամթերքի, ինչպես նաեւ թմրամիջոցների շրջանառության բազմաթիվ դեպքեր։ Պետք է նաև արձանագրել, որ համագործակցությունը դրսևորվել է նաև ոչ միայն ծանր հանցագործությունների քննության բաժնի, այլ նաև Երևան քաղաքի քննչական վարչության բոլոր ստորաբաժանումների հետ, որի արդյունք կարող է հանդիսանալ հաշվետու ժամանակահատվածում սպանության եւ առողջությանը ծանր վնաս պատճառելու բացահայտված բոլոր դեպքերը, այսինքն ինչքան այդպիսի դեպքեր արձանագրվել են, հնարավորինս սերմ ժամկետներում արձանագրվել, բացահայտվել է դեպքը եւ ենթադրյալ հանցանք կատարած անձը համապատասխան դատավարական կարգավիճակ է ստացել վարույթի շրջանակներում։ Այս համատեքստում կարող ենք օրինակ ընդգծել վերջին ժամանակներում նաեւ հանրային մեծ հարթակներում լուսաբանված Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիների կողմից առանձնապես խոշոր չափերով ավազակության դեպքը, օրինակ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի ազգությամբ չեչեն աղջկա սպանության դեպքը, տելեգրամյան ալիքների կիրառմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև շորտման դեպքերը, որոնք նույն համագործակցության արդյունքում, ինչպես նաև նախաքննություն իրականացնող մարմինների ողջամիտ, ամբողջական, համագոմանի եւ լրիվ գործողությունների կատարման արդյունքում ստացել են համապատասխան քրեադատավարական գնահատականների։ Քննչական կոմիտեի քննիչների ծանրաբեռնվածությունը տարին տարվա վրա ավելանում է։ Մեկ քննիչի վարույթում կարող է լինել 40-ից մինչև 90 քրեական գործ, որը ըստ էության նվազեցնում է քրեական վարույթի անցկացման որակը, թեև ստեղծված խնդիրները վարույթն իրականացնող մարմինը պատվով է հաղթահարում։ Նշված փաստը խոշնդոտ չի հանդիսացել Երևան քաղաքի քննչական վարչության կողմից վկայակոչված քանակի քրեական վարույթների ընթացքը լուծելուն։ Մասնավորապես դրանք ոչ միայն ենթարկվել են անմիջական հսկողության եւ վերահսկողության եւ մեր կողմից եւ կենտրոնական մարմնի կողմից, այլ նաեւ դրանց օրինականություն եւ փաստացի դատավարական ելքը հաստատվել է դատախազության կողմից։ Քննության արդյունավետության բարձրացման եւ քննության որակի բարձրացումը, ինչպես նշեցի, հանդիսացել եւ անմիջականորեն պայմանավորված են եղել անմիջական եւ վերադաս անձնակազմի եւ վերահսկողական մեխանիզմների կիրառմամբ, ինչպես նշեցի, դրանց համար հիմք են հանդիսացել պարբերական զեկուցումների կազմակերպումը քրեական վարույթով ոչ միայն անմիջական վերադասության, այլ նաեւ Երևան քաղաքի քննչական վարչության եւ կենտրոնական ապարատին հաշվետվություններ ներկայացնելը, կոնկրետ քրեական վարույթներով զեկուցումներ ներկայացնելը, համատեղ քննության պլանավորումը, մեթոդական հանձնարարությունների մշակումը, հանձնարարումը եւ դրանց իրականացման նկատմամբ աշխարհ հսկողության ապահովումը։ Հարկ է նշել նաև, որ վերջին ժամանակաշրջաններում արձանագրվել են տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ տարատեսակ հանցանքների կատարման բազմաթիվ դեպքեր, մասնավորապես շորթումների, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ խուլիգանության եւ նմանատիպ այլ դեպքեր, որոնց ուղղությամբ քննությունը ենթադրում է առանձնակի մեթոդիկա, ինչպես նշված հանցանքների բացահայտման եւ քննության նկատառումներից ելնելով, այնպես էլ առհասարակ այլ քրեական վարույթներով ընդհանուր արդյունավետությունը եւ որակը բարձրացնելու նպատակով քննչական կոմիտեի, կենտրոնական ապարատի, ինչպես նաեւ Երևան քաղաքի քննչական վարչության կողմից բարբերաբար մշակվել են կոնկրետ հանձնարարություններ, մեթոդական ուղեցույցներ այս կամ այն տեսակի հանցանքների քննության եւ դրանով դատավարական արդյունքներ ունենալու ուղղությամբ։ Բարբերաբար կազմակերպվել են դասընթացներ,
վերապատրաստման եւ ուսուցողական նպատակ հետապնդող միջոցառումներ, որոնց շրջանակներում քննիչները նախապատրաստվել են կոնկրետ հանցատեսակների քննության, կոնկրետ մեթոդիկաների կիրառման ուղղությամբ։ 2026 թվականին քննչական կոմիտեն մի շարք առաջնահերթ բարեփոխումներ կիրականացնի։ Մասնավորապես Երևան քաղաքի քննչական վարչությունը քննության թափանցիկության, թվայնացման, մարդկային ռեսուրսների զարգացման եւ քրեական վարույթների որակի բարձրացման ուղղված բազմաթիվ ծրագրեր ներկայացրեց։ Առաջնային հարթությունում է գտնվել իմ կողմից արդեն իսկ կայակոչված համակողմանի, լրիվ, օբյեկտիվ եւ արագ քննության իրականացումը, ուշացած արդարադատության բացառումը, ենթադրյալ հանցագործության կատարման բոլոր դեպքերը պարզելու, ենթադրյալ հանցանքին ներգրաված բոլոր անձանց հայտնաբերելու, դժողի խախտված իրավունքները վերականգնելու, պետությանը պատճառված վնասը խթիր վերականգնելու գործելավոճը եւ որպես սկզբունք դա ընդունվել է եւ 2025 թվականի ընթացքում եւ որպես այդպեսին ընդունվել է նաեւ 2026 թվականի ընթացքում, որը ինքնին հանգեցնելու է հանցավորության դեմ արդյունավետ պայքարին։ Արդարադատության ժամանակին իրականացումը, դժողների իրավունքների վերականգնումը եւ պետության շահերի պաշտպանությունը մնում են գերակայություն։ Նախատեսվող բարեփոխումները, թվայնացումը, թափանցիկությունը եւ մարդկային ռեսուրսների բարելավումը միտված են ոչ միայն վարույթների որակի բարձրացմանը, այլև կոմիտեի աշխատանքների որակի ել ավելի բարձրացմանը։ Արդյունքում քննչական կոմիտեն պատրաստ է դիմակայել առաջիկա մարտահրավերներին, պահպանելով իր մասնագիտական հավատարմությունը։ Օգտվելով առիթից կցանկանամ շնորհավորել Գալիկ Ամանորն ու Սուրբ Ծնունդը եւ դրանով պայմանավորված բոլորին կմաղթեմ բեղուն եւ արդյունավետ աշխատանքային տարի։ Այսպիսով քննչական կոմիտեի անընդհատ զարգացող գործունեությունը շարունակում է կարևոր դեր խաղալ երկրում իրավապահ համակարգի կայունության պահպանման գործում։ Չնայած քրեական վարույթների թվի աճին եւ քննիչների ծանրաբեռնվածությանը, կոմիտեն հետևողականորեն իրականացնում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին միջոցներ, ապահովելով արդյունավետ ու օբյեկտիվ նախաքննություն։ Եվ ուրեմն տարվա այս խորհրդանշական պահին ցանկանում եմ սրտան շնորհավորել ձեզ գալիք նոր տարվա կապակցությամբ։ Թող նոր տարին պարզապես օրացույցի փոփոխություն չլինի, այն հնարավորություն դառնա կանգ առնելու, վերանայելու անցած ճանապարհը եւ ավելի գիտակցված նայելու առաջ։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ հատկապես կարևոր է արժեքների հստակությունը, արդարություն, պատասխանատվություն, փոխադարձ հարգանք։ Որպես փաստաբան ամեն օր տեսնում եմ, թե որքան մեծ նշանակություն ունի ոչ միայն օրենքը, այլև նաև մարդու վերաբերմունքը օրենքի, իր խոսքի եւ իր ընտրությունների նկատմամբ։ Պատահական չէ, որ հին հռոմեացի փիլիսոփա Մարկոս Ավրելիոսն ասել է. «Մարդու կյանքը այն է, ինչ դարձնում են նրա մտքերը»։ Այս միտքը այսօր ավելի քան արդիական է։ Նոր տարին հենց այն պահն է, երբ մենք կարող ենք ընտրել, ինչ մտքերով ենք մտնում վաղվա օրը, ինչ արժեքների վրա ենք կառուցում մեր որոշումները եւ ինչ պատասխանատվությամբ ենք վերաբերվում միմյանց։ Թող գալիք տարին մեզ համար լինի խաղաղության, իրավական կայունության եւ մարդկային համերաշխության տարի։ Թող ավելի քիչ լինեն վեճերը, ավելի շատ երկխոսությունը եւ յուրաքանչյուր խնդիր լուծվի իրավունքի ուժով, ոչ թե ուժի իրավունքով։ Մաղթում եմ, որ յուրաքանչյուր ընտանիքում լինի ջերմություն եւ անվտանգություն, մեր հասարակության մեջ վստահություն, իսկ յուրաքանչյուր քաղաքացու համար օրենքը լինի պաշտպան, ոչ թե խոչընդոտ։ Շնորհավոր նոր տարի ձեզ եւ ձեր ընտանիքներին։ Թող այն լինի գիտակցված ընտրությունների, արդար որոշումների եւ բարի փոփոխությունների տարի բոլորիս համար։